Ազատության հրապարակում ծխացող փորձանոթները Նյուտոնի ճոճանակն ու տեսանելի էլեկտրականությունը հուշում են, մեկնարկել է գիտության շաբաթը, զարգացնելով գիտությամբ խորագիրը կրող փառատոնը համախմբել է պետական, ակադեմիական, տեխնոլոգիական կազմակերպություններին և գիտությամբ հետաքրքրվողներին։ Մենք ունենք տաղավարներ, որտեղ բազմաթիվ հետաքրքիր փաստեր են պատրաստված, որոնք ցույց են տալիս, թե ինչ գործունեություն են ծավալում մեր գիտահետազոտական տարբեր ինստիտուտներն ու խմբերը, թե ինչ կարելի է անել գիտության այս կամ այն ճյուղի ներքո։ Այս տարի փառատոնին ներգրավել են Երևանի և մարզերի շուրջ 300 դպրոց և կրթական այլ կենտրոն։ Նպատակն է հանրայնացնել գիտությունն ու նպաստել երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։ Այս ամենը զուգահեռվում է նաև տարբեր ծրագրերով, ընդ որում գիտության շաբաթը ընդգրկում է ինչպես մարզերը, այնպես էլ Երևանը, և կան նախագծային աշխատանքներ, գիտափորձեր, տարբեր քննարկումներ այս ամբողջ շաբաթվա ընթացքում և կարելի է ասել, մեկ ամբողջ շաբաթ մենք ապրելու ենք գիտությամբ։ Կարևոր է, որ երիտասարդները հնարավորություն ունենան շփվել գիտական արդյունքների հետ, իհարկե գիտահարամատչելի բաներ են այստեղ ներկայացվում, փորձեր կամ տաղավարներ, այնուամենայնիվ ինքը հնարավորություն է անձեռում ծանոթանալու նաև ևս մեկ անգամ գիտության հետ, տեսնելու ուրիշ տեսանկյունից ու գիտնականներից լսելու գիտության մասին։ Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրությունից մինչև վիրտուալ իրականություն։ Հիմա ես, այսպես ասված, ամերիկանցի գործիների վրա եմ։ Ինստիտուտները, բուհերն ու մասնավոր ընկերություններն այցելուներին են ներկայացնում իրենց գործունեությունը, գիտական ձեռքբերումները, դրամաշնորհային ծրագրերի արդյունքներն ու գիտնականի կյանքի դրական և գրավիչ կողմերը։ Ունենք օձի հակաթույնը, Գյուրզայից ստացել ենք հակաթույն, որը հանրապետությունը չուներ, պարտությամբ կարող եմ նշել, որ մեր ինստիտուտը առաջինն էր, մեր գիտնականների հետ համատեղ ստեղծել ենք հակաթույնը։ Մենք այստեղ փորձել ենք ներկայացնել շատ տարբեր գիտակարգեր, փորձել ենք ԵՊՀ-ում առկա գիտակարգերի հնարավորինս լայն դիապազոն ներկայացնել մաքսիմալ ինտերակտիվ եղանակով, որպեսզի բոլոր այցելուները, լինեն դրանք դպրոցականներ, թե արդեն իրենց կարիերայում որոշակի հաջողություններ գրանցած մարդիկ, իրենց համար ինչ-որ հետաքրքիր բան կարողանան գտնել։ Միջոցառումն իրականացնում է գիտուժ նախաձեռնությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գիտության շաբաթը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։